Snorkis Batista, Juan Pablo Raba, Mayra Alejandro Rodriguez, Gustavo Rodriguez եւ ուրիշներ։ Արտաս Սովոր, Անաստասիան։ Խնդիր կա ձեզ հետ կապված, շարունակեք։ Սա ուղիղ հեռարձակումը։ Ամբողջ Լատինական Ամերիկան լսում է ձեզ։ Շատ լավ։ Դինոզավրը հոգնում է։ Էլ չի դիմանում։ Ժամանակից շուտ է հոգնում։ Այո, չի կարողանում իր գործը ավարտին հասցնել։ Ոչ։ Իսկ դու էլ այդ խնդրի լուծումը փնտրել ես հարսիդ հետ հարաբերություններ ունենալով։ Ոչ։ Նա այնպես արեց, որ ամեն ինչ կարգավորվի։ Ոչ, սպասեք, տիկին, սպասեք։ Տիկնայք եւ պարոնայք, նա է հարսը։ Այո, այդ ես եմ, իսկ ինչ խնդիր կա։ Այո, ճիշտ է։ Դուք չեք ամաչում, որ ողջ Լատինական Ամերիկայով մեկ հայտարարում եք, որ ձեր տեքրոր սիրուհին եք։ Ոչ։ Աստված իմ, դե հիմա եկեք տեսնենք, թե հանդիսատեսն ինչ կասի։ Ոչ, դա ճիշտ չէ, ոչ։ Ինչպես եք ձեզ պաշտպանելու։ Բայց ես պաշտպանվելու կարիք չունեմ, ես սիրում եմ իմ տեքրոջը։ Տիկնայք եւ պարոնայք, նա ասում է, որ դա հենց այդպես է, անգամ չի էլ փորձում հերքել։ Աստված իմ, ամոթ ձեզ տիկին, դա անտանելի է։ Դուք անամոթ եք։ Ոչ, սարսափելի է։ Իսկ ինչ է ասում եմ սիրելի հանդիսատեսը։ Խնդրում եմ ելի այս ամենատարև միացրու հեռուստացույցից, շոուն արդեն սկսվել է։ Բավական է, բայց ինչ է կատարվում այս մարդկանց հետ։ Ինչ խնդիր կա, ինչ։ Լսեք, ես ասում եմ, որ իմ տեքրը հիանալի մարդ է և ցանկացած կին կարող է սիրահարվել նրան։ Սպասիր մեկ րոպե, ես մեծն Ագրիպինաս սիրում եմ իմ տեքրոջը, և ինչ դրանից, ինչ եղավ, ես դա արդեն խոստովանեցի։ Բաց թողեք ինձ։ Բաց թողեք նրան, տորիր այստեղից։ Հիմա հասկանում եմ, որ այս մարդը վախկոտ է, իսկ վախկոտ մարդ ինչպես կարող է առողջական պրոբլեմներ չունենալ։ Ոչ, նայիր, պատկերացնում ես, նայիր, այս տունը իսկապես գժանոց է։ Տիկին Իտալուհին սիրահարված է պարոն Հիմարիկին, բայց նա նրա տեքրն է։ Եվ դեռ մասնակցում են Պաուլայի շոուին, հիմա ողջ ընտանիքը կիմանա այդ մասին։ Ոչ։ Դե լավ, արի բոլորին պատմենք, արի։ Լավ։ Ների ինձ սիրելիս, ես ծրված էի։ Լուսյանից բացատրում էր, թե ինչպես է իրեն այս տանը զգում։ Պատմում էր նաև, որ Անաստասիան իրան պատժելու համար ինչ-որ բաներ է ասել։ Արի մեկ ընդմիշտ մի բան պարզաբանենք, նախ եւ առաջ Անաստասիայի մասին վատ բան չխոսես, որովհետեւ նա իմ ընկերուհին է։ Վիոլետա, խնդրում եմ։ Երկրորդ, երբ խոսում ես ամուսնուս հետ, հեռու կանգնիր նրանից, հասկացար։ Այնքան հեռու, որքան Բոգոտն է հեռու Կարակասից։ Խնդրում եմ, ձեռքերդ քաշիր նրանից, որովհետեւ նա քոնը չէ։ Սա է ժամանակին խոսակցությունը, լսիր Սանտիագո։ Երրորդ, ուզում եմ, որ իմանաս, որ ես պատրաստվում եմ երեխա ունենալ այս տղամարդուց։ Ականջիդ օղ արա, տանգոն պարում են երկուսով, իսկ դու այդ պարը մեզ հետ չես պարի, աչքդ չդնես նրա վրա։ Լավ, լսիր Սանտիագո, մենք ուրիշ անգամ այդ մասին կխոսենք, որովհետև ինչպես տեսնում ես, այս տան ինձ ոչ ոք չի ընդունում։ Մյուս անգամ չասես, որ ես ուզում եմ խլել ամուսնուդ։ Բալդո, միթե կարծում ես, որ եթե իմանայի, թե որտեղ է մայրիկիդ մարմինը, ոստիկանությանը չէի հայտնի։ Ես դա վաղուց կանեի։ Ես չգիտեմ։ Համոզված եղիր, որ եթե ամեն ինչ պարզվի, ամեն ինչ բացահայտվի, դու առաջին եք իմանաս այդ մասին։ Շատ հնարավոր է, որ դու հենց սկզբից էլ գիտեիր, որ դա մայրիկի դիակը չէ, պարզապես չէիր ուզում ասել։ Պարոն Տոնի, ներեցեք, բայց դուք պետք է տեսնեք սա, ահա տեսեք, թե ինչ են ցույց տալիս։
Այն փաստը, որ դու հիվանդ ես, քեզ իրավունք չի տալիս հարսիդ հետ հարաբերություններ ունենալ, ակվիլ ես, Աստծո սիրուն ակվիլ ես։ Եկեք մի քանի կարծիքներ լսենք։ Խնդրեմ օրիորդ, լսում ենք ձեզ, ինչ կասեք այս անամոթներին։ Ոչ, սպասեք։ Ոչ, այդ դու սպասիր, տեսնենք մարդիկ ինչ են մտածում ձեր մասին։ Այստեղ խնդրում եմ, տեսնենք, ահա, երկտող ուղղված ակվիլ եսին, լկտի, անպատկառ անամոթ։ Հուսահատությունը այդքան էլ լավ խորհրդատու չէ։ Տեսնում եք, սիրելի հանդիսատես, նա հուսալքված էր եւ այնքան հիմար է, որ հարաբերություններ ունեցել իր հարսի հետ։ Ոչ։ Ես այդպիսի բան չեմ արել։ Սիրելի հանդիսատես, իսկ ով է այս ամենի պատճառով տառապում։ Այս կինը, խնդրում եմ, ներս եկեք։ Ինչպես կարող էիր նման բան անել անպիտան, ես իմ կյանքի լավագույն տարիները քեզ եմ նվիրել։ Նման բան չի եղել, Պրոմելիա, երդվում եմ, որ չի եղել։ Աստված իմ այս ինչ օրն ենք ընկելու, ինչ աշխարհում ենք ապրում։ Ես կսպանեմ Ակվիլեսին ու Ագրիպինային։ Հանգստացիր տոնի, նրանք այդպիսին են, դու ոչինչ չես կարող անել։ Ոչ, հանգստանամ, բայց ինչպես հանգստանամ։ Տեոբալդո, գնա այնտեղ եւ վերջ տուր այդ անջորնի շոուին։ Ես ուզում եմ, որ այդ ծրագիրը փակեն ընդհանրապես եթերից անեն։ Ես ուզում եմ տեսնել այդ շոուի պրոդյուսերին, ռեժիսորին, օպերատորին, նույնիսկ հեռուստալիքի տնօրենին։ Ուզում եմ նրանց բոլորին կամրջի տակ տեսնել։ Բայց նրանք մեղք չունեն, Տոնի։ Իհարկե ունեն։ Ինչպես կարելի է նման բան եթեր տալ, դա դեմ է բարոյական բոլոր նորմերին։ Ոչ, այստեղ բեր այդ անամոթներին, բեր նրանց այստեղ։ Ես կսպանեմ Ակվիլեսին հայրիկ։ Ոչ, պարոն Տոնը, մի փակեք այս հաղորդումը, չեք տեսնում, թե այն ինչքան լավն է, բայց այդ մարդիկ մեծ հաճույքով են նայում այդ շոուն։ Տես թե ինչ ես արել, սրիկա։ Հիմա երջանիկ ես։ Դու կործանել ես քրոջս կյանքը, այո։ Այո։ Գոյիտան հղի է։ Ինչի վրա ես ուրախանում, ինչ կա ծիծաղելու, ասա ինձ։ Այն, որ ես հայր եմ դառնալու։ Գոյտան չի կարող մայր լինել, նա չի կարող երեխա ունենալ, դա շատ վտանգավոր է։ Այդ երեխան կարող է մտավոր հետամնաց ծնվել։ Լավ։ Դու գիտես, որ երջանկությունը երբեք էլ անթերի չի լինում, այնպես չէ։ Իսկ դա նշանակում է, որ դու շուտով բանտում կհայտնվես, այո, բանտում կհայտնվես։ Կուբիլան ուսումնասիրեցել է նա ենթադրվողին, ասում եմ ենթադրվող, որովհետև նա իրականում չի մահացել, նա ողջ է։ Ինչ էի ասում, այո, շիրմաքար կար, բայց դիակը չկար, ավելի ճիշտ դիակը կար, մի մահացած կնոջ դիակ, բայց դա Հելենան չէր։ Հետո մի գեղեցիկ աղջիկ հայտնվեց, նրա անունը Լուսիա է, նախապեբայի մեկն է, ասում է, որ իբր Կոլումբիայից է, նա պնդում է, որ հենց ինքն է Հելենայի դուստերը։ Հետո վանականը հայտնվեց ու իր գործի, ավելի ճիշտ ոճրագործության հետևանքը թողեց տան այգում եւ գիտեք ինչ, մի սպանված աղջիկ Լուսիայի հագուստով։ Դա նա էր, որ պնդում է, թե ինքն է ենթադրյալ մահացածի այդ խելագարի, այդ հոգեկան հիվանդի դուստերը։ Նա պնդում է, որ հենց ինքն է Հելենայի դուստերը։ Լռիր։ Պարոն, բարկանալու կարիք չկա։ Ես այստեղ եմ եկել, որ ձեզ ասեմ այն, ինչ այնտեղ կատարվում է, ես ուզում եմ օգնել ձեզ։ Աուրելիո։ Ինչ է եղել, քերի։ Հենց հիմա այս կնոջը տար այստեղից եւ 101-ն իրականացրու։ 101? Իսկ ինչ է նշանակում 101? Բայց քերի չես կարծում, որ 101-ը չափազանց շատ կլինի։ Ես ասացի 101, ուրեմն նշանակում է 101։ Եղավ։ Ուրեմն հենց 101 էլ կլինի։ Լսիր, հեռու մնա, այդ ինչ ես անում, Աուրելիո, այդ ինչ ես ուզում անել։ 101։ Լսեք, պարոն, դուք խելագար եք, դուք աննորմալ եք, բաց թողեք ինձ, Աուրելիո, թող ինձ, խնդրում եմ, Աուրելիո։
Մինչ այդ կոլումբիական օցի այստեղ գալ ինձ երբեք կոպիտ չէիր տեսել, իսկ հիմա ես կատաղած եմ երևում։ Աստծո սիրուն, թանկագինս, Աստծո սիրուն, լսիր թե ինչ եմ ասում։ Ես ուղղակի ասացի, որ դու չափ ու սահման չես ճանաչում։ Իսկ դու ճանաչում ես։ Ոչ։ Արդեն իմացա, այս ամենը քո հղիության պատճառով է։ Ես իմացա։ Լեոնը ինձ ասաց, որ հղի կանայք ավելի զգայուն են դառնում, եւ այդպիսի բաներ են տեսնում։ Ոչ, սիրելիս Սարթեն վերջն է, գիտես, պարտադիր չէ հղի լինել հասկանալու համար թե Լուսիայի ճակատին ինչ է գրված, իսկ դու այնքան լպիշ ստրիկա ես, որ բոլորովին չես նկատում, թե նա ինչպես է փորձում կայթակղել քեզ։ Դու նրա ցանցն ես ընկնում։ Սիրելիս։ Դու խանդում ես ինչ է։ Այո, շատ։ Հասկացիր ինձ, ախր դու շատ գեղեցիկ տղամարդ ես, միևնույն ժամանակ տաղանդավոր ու հաջողակ, դու ցանկացածի համար լավ նվեր ես։ Տատիկս ինձ ասում էր, եթե պահոց ունես, ուրեմն պետք է շատ ուշադիր լինես, այնպես որ ես հետևում եմ կյանքի պահոցին։ Հիմար մի եղիր։ Արի այստեղ։ Ես միայն քեզ եմ պատկանում, միայն քեզ։ Եվ ուրիշ ոչ ոք չի կարող դա փոխել։ Իմ սրտի միակ տիրուհին դու ես։ Գիտես ինչ ես չեմ եկել, որ քեզ հետ խոսեմ, եկել եմ, որ քեռուդ հետ խոսեմ։ Քերես ինձ ասաց, որ քեզ դուրս տանեմ։ Լսիր թե ինչ եմ ասում քեզ։ Ես քեզ կխփեմ, եթե ինձ հիմա ինձ բաց չթողնես։ Մի հարված էլ կստանաս ինձ համբուրելու համար։ Խորաման կախվես։ Գրող է տանի։ Որքան դժվար է այս զամբիկին հնազանդեցնելը։ Լսիր, զամբիկը տատիկդ է, իսկ պապիկը ավանակ է, հասկացար։ Բաց թող ինձ, թե չի առարքներիս համար պատասխանատու չեմ։ Ես իսկապես չեմ վստահում քեզ, Մակո։ Դու կվարվես այնպես, ինչպես բոլոր տղամարդիկ։ Դուք ձեզ արքայազն եք ձևացնում միայն թե անկողին քարշ տակ աղջկան, իսկ հետո երբ պարզում է, որ նա հղի է, փախչում եք։ Լսիր, սպասիր, լավ։ Դա ինձ չի վերաբերվում։ Ես ոչ Նիկոլասի հայրն եմ, ոչ էլ նա ով լքեց Անամալեին։ Եղավ, ես Մանուել Կոլոնն եմ, ես Մակոն եմ, պարզ է։ Եվ գիտես ինչ, ես իմ որդու մասին հոգ կտանեմ։ Սուտ է, Մակո, նույն պատմությունը կկրկնվի, Աստծո սիրուն, դու ի վերջո կհոգնես ու կլքես գոյի տային։ Իսկ նա, Մակո, կտառապի գիշերները արտասվելով կլուսացնի, հուսալով, որ մի օր իր մոտ կվերադառնաս, գոյի տան կմեղադրեն ու կնվաստացնեն, բոլորը նրան կմեղադրեն, թե հարազատները, թե ընկերները։ Սպասիր մի րոպե, լավ, այստեղ դեռ շատ հարցեր կան բարձելու։ Սպասիր մի րոպե, թույլ տուր պատասխանեմ քեզ։ Իսկ ես թվում է, թե այնպիսի մի բան ես ասելու, որ ես չգիտեմ, Մակո, ես այդ ամենը ուսումնասիրել եմ։ Ոչ, սպասիր մի րոպե։ Ես մի տեսակ թմրած վիճակում եմ գտնվում։ Առաջին հերթին ես այն տղամարդկանցից չեմ, որոնք լքում են հղի կնոջը։ Երկրորդ, եթե քո բախտը տղամարդկանց հարցում չի բերել, ապա դա չի նշանակում, որ նույն գոյտային է սպասվում։ Երրորդ, ես հասկանում եմ, որ դու ուղղակի կատաղած ես տղամարդկանց վրա։ Դե ես գիտես չեմ ուզում քո գործերի մեջ խոթել, ամեն ինչ արխառնել։ Բայց ես գիտեմ, որ քեզ լավ չեմ վերաբերվել, ների։ Դա ոչինչ չի փոխի։ Իսկ այսօր այս վայրում, որ ինձ համար սրբավայր է, երդվում եմ Կարակասի լիոնցիների և Նյու Յորքի յանկիների անունով, որ պիտի ծնվի, երդվում եմ, որ երբեք նրանց մենակ չեմ թողնի։ Ես չեմ լքի ոչ որդուս, ոչ էլ Գրեգորիային։ Ինչ։ Իսկապես, բայց որտեղ։ Ինչ։ Հավատս չի գալիս։ Դե լավ։ Ինչ է եղել։ Դե ինչ է եղել, խոսիր, դավանականն էր, դե խոսիր։ Ինչ որ բան ես իմացել Հելենայի մասին։ Չեք հավատամ։ Ինչ է եղել։ Դե ինչ է։ Ակվիլես Ագրիպինան եւ Մորաքուրը Բրոմերան մասնակցում են Պաուլան Լատինական Ամերիկայի շոուին։ Այ քեզ խենթություն։ Դա ինչ շոու է։ Դա մի հեռուստաշոու է, որտեղ մարդիկ ծեծում են իրար, շատ ծիծաղելի է։ Մենք պետք է դիտենք դա։ Մենք չենք կարող այն բաց թողնել։ Լսիր բարեկամս, հյուրասենյակում հերոսացույց կա։ Սպասեք, իսկ սրահը։ Դե մենք այն կփակենք։ Այո, գնացինք։ Խնդրում եմ, բաց թող ինձ Աուրելո, ինչ ես անում, Աուրելո, խնդրում եմ, թող ինձ։ Աստված իմ, սպասիր, մեկ րոպե կանգ առ, սպասիր, խնդրում եմ, լավ մտածիր Աուրելո, մինչ այդ 1-0-1-ը իրականացնելը, մի քեզ նայիր, վերահսկիր քեզ, ասես, կենթանի լինես, իսկ եթե ես դա չեմ ուզում։ Լսիր, հանգիստ, վերջ, լռիր։ Գիտես ինչ, ես արդեն կուշտ եմ այն ամենից, ինչի մասին դու խոսում ես։ Առաջին հերթին դու ես դա ուզում։ Ես։ Այո, դու։ Ես։ Միթե այդպես չէ։ Այդ դեպքում ինչու ես այստեղ եկել։ Ինչու էր ինձ փնտրում, ինչի համար, որ տանջես ինձ։ Լսիր, Անաստասիա, չի կարելի տղամարդու հետ այդպես վարվել, դու ինձ սպանում ես։ Գիտես ինչ։ Ես այլևս չեմ դիմանում, Անաստասիա, քեզ թվում է ես երկաթից եմ։
Աուրելո, խնդրում եմ, լավ մտածիր, վերահսկիր քեզ, խնդրում եմ, լսիր, այդտեղ արի խոսենք, լավ, արի խոսենք, սպասիր։ Լսիր, դու խոստացել էր, որ առաջին անգամ կլինի շատ գեղեցիկ, չէ, հատուկ մոմերով ու ծաղիկներով զարդարված, եւ որ մենք կնայենք աստղերին, իսկ ուր են աստղերը, որտեղ են դրանք։ Պատկերացրու աստղերին ես նայում։ Աստված իմ։ Տեր Աստված, իմ երեխաները իսկական աղետ են, ինչպես կարող էին նման շոուին մասնակցել։ Ես նրանց 4-ին էլ կակսորեմ։ Լավ, հանգստացիր, վերջ, Տոնի, վերջ տուր։ Միթե երեխաներից լավ չես ճանաչում, սա նրանց առաջին խնդությունը չէ։ Դու դեռ հավատում ես, որ մի օր նրանք կփոխվեն ոչ թանկագինս։ Բացի այդ, այն ինձ զվարճալի է թվում։ Խնդրում եմ Յոլանդա, ինչպես կարող եմ հպարտանալ այս ամենով։ Բայց նրանք այդպիսին են, Տոնի։ Ավելի լավ է նրանց ընդունես այնպես, ինչպես որ կյանքդ ավելի դառնացնես։ Դու պետք է մարդկանց ընդունես այնպես, ինչպես որ կան, այնպես չէ։ Պետք է նրանց թույլ տաս, որ լինեն այնպես, ինչպես որ ուզում են։ Տոնի, ինչու մի քիչ չես թեթևանում, լիցքաթափվիր, լավ բաների մասին մտածիր, մոռացիր վանականի գոյության Հելենայի մասին, արի մի քիչ ծիծաղենք։ Դե լավ, նայիր, միայն մի քանի րոպե նայիր։ Ես։ Միայն թե չասես, որ այն ծիծաղելի չէ, Տոնի։ Ոչ, բոլորովին ինչպես կարող է ծիծաղելի լինել Յոլանդա։ Ես կցանկանայի, որ իմ երեխաներն այլ բանով զբաղվեին, կարևոր բանով, քան նման հիմարությամբ։ Դե մենք ծնողներս միշտ էլ ուզում ենք, որ մեր երեխաներն անեն այն, ինչ ճիշտ ենք համարում, բայց դա սխալ է։ Մենք միշտ նրանց երկար ճանապարհով ենք տանում, բայց ճանապարհի կեսից նրանք արդեն կարճ ճանապարհն են գտնում։ Դե լավ, մի խոսիր այդ մասին, Տոնի, հանգիստ թող նրանց սիրելիս։ Խնդրում եմ, սա անհավատալի է։ Նայր, հապա նայր, Ակվիլեսին նայր, հապա նայր, ինչպես է դժբախտություն։ Աստված իմ աշխարհում այնքան ազատ կանայք կան, իսկ այս անամոթ հարաբերություն է ունեցել իր հարսի հետ։ Խնդրում եմ, թույլ տվեք խոսեմ։ Աստծո սիրուն, թույլ տվեք խոսեմ, թույլ տվեք։ Լռություն։ Խնդրում եմ, թույլ տվեք ինձ։ Լռություն։ Ուզում ես խոսել։ Խոսիր, բայց նախ նստիր։ Պարոնն ուզում է խոսել, տեսնենք ինչ է ասելու։ Դե։ Ես ուրիշ կնոջ եմ փնտրում, որովհետև դու ինձ հետ կոպիտ էր վարվում։ Սիրելիս։ Ով է սիրելին։ Սիրելիս։ Աննամոթ։ Դու միշտ վիրավորում էր ինձ, իսկ ինձ դրանից շատ վատ էր լինում։ Նա ստում է, դա սուտ է։ Շատ վատ էր լինում։ Դա ճիշտ է։ Սպասեք, մեկ րոպե ինձ լսեք, ես վկա եմ, թե ինչպես էր այս կինը ճնշում տեքրոջս, թե ֆիզիկապես եւ թե հոգեպես։ Ձայնդ կտրիր, Ագրիպինա, խաբեբա։ Լավ, լռություն պահպանեք։ Իսկ դուք կհանդուրժեք, որ այս պարոնը ձեզ վիրավորիր սիրուհու ներկայությամբ։ Ոչ։ Իսկ ինչ կանեք։ Խփիր նրան Բրոմելիա, խփիր Ագրիպինային, դե գնա։ Տիկին Պաուլա։ Ինչ տիկին։ Տիկին Պաուլա, ներեցեք ինձ, Տիկին Պաուլա։ Ես ուզում եմ խոստովանել, ողջ հանդիսատեսի առջև խոստովանում եմ, որ ես սիրահարված եմ իմ տեքրոջը։ Ես նրան սիրում եմ։ Ինչպես ես համարձակվում իմ ներկայությամբ նման բան ասել։ Դու ինձ ներում ես, չէ՞։ Միթե չես հիշում, որ ես քեզ հավերժական սեր եմ խոստովանել։ Շատ լավ, բայց ուշադիր եղիր այդ Լուսիայի հետ։ Ինձ թվում է մենք ված ժամանակ եկանք, չէ՞։ Դե լավ, ներեցեք մեզ։ Մենք հիմա ձեզ մի արտակարգ բան ենք ցույց տալու։ Սևու, գնա։ Ահա, սա է, չէ՞։ Այո, դա է։ Թող։ Սա ինչ է, սա իմ մայրիկն է։ Ինչու է մայրս Բրոմելիայի հետ կռվում։ Այս ինչ ծրագիր է։ Երևի նրանց դատավորն է կանչել այդ Պավլա կոչեցյալը։ Ասում են մարդ խելագարվել է, նա ցանկացել է տաքացնել Քերի Ակվիլեսին։ Ոչ, սպասեք, հավատս չի գալիս։ Աչքերս չեմ հավատում։ Անհնար է։ Ինչպես կարող են նրանք այստեղ գնալ, այս շոուին մասնակցել։ Սեր չգիտեմ, շատ ծաղելի է։ Ավելի ճիշտ վախենալու է եղբայրս։ Աստված իմ, սա ինչ է։ Այս ինչ է տեղի ունենում իմ ընտանիքում։
Սա խաղ չի Աուրելո, եւ դու դա գիտես։ Ինչ շոկ է, այստեղ շատ շոկ է։ Այո, գիտեմ։ Գիտեմ, որ դա չի կարող պատահել։ Գիտեմ, որ անհնար է, բայց գիտես ինչ։ Ինչ։ Ես թքած ունեմ, ինձ կզարփակալեն թե ոչ։ Ինձ դա չի հետաքրքրում։ Աուրելո, խնդրում եմ, Աուրելո, իրեր ավելի մի բարթացրու, լավ, հիանալի է, ես պետք է ընդունեմ, որ սիրում եմ քեզ։ Ուրեմն էլ ոչ մի բանի մասին մի խոսիր։ Աուրելո, խնդրում եմ, սպասիր, բայց նաև պետք է ասեմ, որ չեմ կարողանում արածդ մոռանալ։ Կապ չունի, որքան էլ որ փորձում եմ մոռանալ կնքամորս մահը միևնույն է չի ստացվում։ Աուրելո, եթե անգամ ներեմ քեզ, մեր միջև ոչինչ չի կարող լինել։ Եղավ։ Եղավ։ Հիանալի է, լավ։ Ես հասկացա քեզ։ Հասկացա։ Դու ինձ կնքամորդ մահվան մեջ ես մեղադրում։ Բայց գիտես ինչ։ Դու պիտի հասկանաս, որ ես արել եմ այնինչ կանել ցանկացած սիրահարված տղամարդ։ Բայց Աուրելո, խնդրում եմ։ Հիմա ինձ լսիր։ Դու պիտի հասկանաս, որ ես չէի կարող Դեմետրային թողնել վանականի ձեռքում։ Դա որպես վախկոտ քայլ կդիտվեր։ Քեզ ոչ ոք չէր խնդրում, որ քաջությունը ցույց տայիր։ Դա այդպես չէ, Անաստասիա, այդպես չէ։ Եթե վանականը սպանես Դեմետրիային, նշանակում է նա հենց այդպես էլ ծրագրեր էր դա անել։ Ես սիրում եմ քեզ։ Սիրում եմ քեզ եւ դրա համար էլ հասկանում եմ, որ դու ինձ մեղադրում ես մի բանում, որտեղ իմ մեղքը բոլորովին էլ չկա։ Լսիր ինձ, ես չէի կարող հեռանալ թողնելով Դեմետրիային վանականի ձեռքում, չես հասկանում։ Tú llegaste así, sin avisar, con tus risas cortas mi debilidad, manos que se rozan en el sofá. Dices que te vas. ¿Se puede saber qué están viendo aquí? ¡A tu papá, mira! No, yo sabía que mis viejos eran un par de ridículos, pero no sabía que eran igual de payasos. ¿Qué le pasa? Esa es mi mamá. Doctora. Sí, dime. Doctora. Doctora, yo voy a quedar igual que Anastasia. Sí, claro que sí. ¿Por qué? Porque ya no veo la hora de vengarme. Ինչ ծիծաղելի է։ Արդեն երկար ժամանակ է, ինչ այսքան լիաթոք չէի ծիծաղել։ Ես արդեն մատնահետքերն ունեմ, դու իրավացի էիր։ Այդ կինը Ալեքսանդրան չէ։ Ինչ։ Այդ դեպքում ով է այդ կինը։ Ես արդեն սկսել եմ Սանտիագոյի հետ անել այն, ինչ ինձ խնդրել էիք, իսկ դուք։ Ես էլ արդեն տվել եմ այն բոլոր թեստերը, որոնք կապացուցեն, որ դու Հելենայի դուստր ես։ Ալեքսանդրա, դու վիրահատվեցիր միայն նրա համար, որ վրեժ լուծես քրոջիցդ։ Ինչ քույր։ Անաստասիայից։ Այո, դու քրոջիցդ Անաստասիայից ես ուզում վրեժ խնդիր լինել։ Ոչ։ Պարզապես ես ուզում եմ նորից ապրել։ Բայց ես շատ պարզ լսեցի, որ դու խոսում էիր վրեժ խնդրությունից։ Ես պարզապես ուզում եմ, որ բոլորն իմանան, որ ես այլևս այն առաջվա միամիտ կինը չեմ։ Անաստասիան դեռ կտեսնի, որ ես այլևս առաջվա նման իր աղախինը չեմ լինի։ Հիմա երբ ես և տեսնում եմ և լսում, նա ինձ կվճարի ամեն մի վատության համար։ Դու այդքան վիրավորված ես, որ այդքան ատելությամբ ես խոսում։ Այդ նա պիտի լիներ այս անկողնում գանված, այլ ոչ թե ես։ Այդ նրա մեղքով եմ ես այստեղ հայտնվել։ Այդ նա պիտի իմ փոխարեն լիներ, այլ ոչ թե ես։ Դու կստիպես նրան վճարել այդ ամենի համար։
Ես այնպես կանեմ, որ նա զգա այն, ինչ ես եմ հիմա զգում, որ ինձ պես տառապի։ Այնպես կանեմ, որ վճարի իմ զգացած ամեն մի ցավի ու տառապանքի համար։ Իրավաց ես սիրելիս։ Դու պատասխանատու չես կնքամորս մահվան համար։ Եթե դու վանականի վրա ուշադրություն դարձրած լինեիր, միևնույնն է, նա սպանելու էր նրան։ Դու իսկապես այդպես ես կարծում։ Այո։ Վալենտինոն ասաց, որ կնքամորս այրել են, որովհետև դա էր նրա պատիժը։ Եվ որ նա ուզում էր, որ նա մահանա այնպես, ինչպես Հելենան է մահացել։ Նաև ասաց, որ նա մահացավ այնպես, ինչպես որ սպանել է մի անմեղ մարդու, ինչ էր լինի։ Նա սպանել է նրան։ Դու ճիշտ ես։ Եվ ես ուրախ եմ, որ ինձ հասկացար։ Ներիր ինձ։ Խնդրում եմ, ներիր սիրելիս, ներիր, որ մեղադրում էի քեզ առանց պատճառի։ Ես հուսահատված էի և ուզում էի, որ ինչ-որ մեկը վճարի իմ վշտի համար, և ես քեզ մեղադրեցի դրանում, որ դու վճարես դրա համար, որովհետև միակ մեղավորը դու էիր, հասկանում ես։ Վերջ, ինձ լսիր, ներելու ոչինչ չկա։ Ես բարկացած չեմ քեզ վրա։ Միակ բանը, որ զգում եմ քո հանդեպ դա սերն է։ Y yo aquí con la fe partida, mirando la pantalla fría. Si me dices ahorita otra vez, me quedo prendido a tu vida. Y no, tú no me des. Լավ, այդ դեպքում ով էր այդ կինոն վիրահատեցին և որը շուտով կներկայանա Անաստասիայի դեմքով։ Ես չգիտեմ, թե ով են Լեոն, նրա մատնահետքերը չեն համապատասխան ոչ Անաստասիայի, ոչ Ալեքսանդրիայի և ոչ էլ Կատալինայի մատնահետքերին։ Լսիր վիդեո։ Եթե այդ կինոջ մատնահետքերը չեն համապատասխանում Ալեքսանդրայի մատնահետքերին, նշանակում է դա նա չէ։ Ես դեռ այնքան էլ համոզված չեմ։ Իսկ ինչ ես անելու։ Ես քեզ չեմ հասկանում։ Որպես բժիշկ պատասխանիր ինձ, հնարավոր է, որ այրվելուց հետո փոխված լինեն Ալեքսանդրայի մատնահետքերը։ Դա այնքան տարօրինակ է, որ ոչ մի տրամաբանական պատասխան չեմ գտնում։ Լսիր, միակ տարօրինակ բանն այն է, որ այդ կինը Ալեքսանդրան չէ։ Եվ ես այդ մասին քեզ ասել եմ, բայց դե հիմա ինչ կարող ենք անել, մենք արդեն վիրահատել ենք նրան, եւ նա հիմա Ալեքսանդրն է։ Ես վստահ եմ, որ նա Ալեքսանդրն շատ զուգադիպություններ կան, բայց ես ամեն ինչ կճշտեմ, միգուցե ինքնությունը ճանաչեմ։ Ոչ, հապա Կոնստանսային նայր շոուն գնալով ավելի հետաքրքիր է դառնում։ Օվիդիո, Լեոն, այստեղ նայեք։ Նախ խնդրում եմ գնալ եւ ճշտել այդ կինն Ալեքսանդրան է, թե ոչ քան դիտել մայրիկիս ցնդապանությունները։ Ահա որ է։ Շնորհակալ եմ, որ այնպես արեցիք, որ պարոն Տոնի աչքին լավ երևամ։ Կարիք չկա։ Մի անհանգստացեք, ես Սանտիագոին կգրավեմ, նա վաղ թե ուշ իմը կդառնա։ Դա նշանակում է, որ խանդի որդերը արդեն սկսել են գործել, իսկ դա արդեն լավ նշան է։ Դա այդպես է թվում, բայց կա մի բան, որ ես չեմ հասկանում։ Ինչպես կարող է Սանտիագոյի նման գեղեցիկ եւ կրթված տղամարդը ամուսնանալ անբարոյական կնոջ հետ։ Նա աշխատում էր հիմնադրամում, եւ երբ մենք իմացանք այդ մասին, արդեն ուշ էր։ Նա սիրահարվել էր նրան։ Այո, հասկանում եմ, որ սիրահարվել էր, բայց ինչու են նրանք ամուսնացել, ինչու է պարոն Տոնին դա թույլ տվել։ Լավ, այլևս ոչինչ մի հարցրու, քո գործին գնա, դու հաստատ չես ցանկանա, որ ես բոլորի առջև պատռեմ դիմակդ, եւ որ դու կորցնես այն ամենն, ինչի համար եկել ես։ Լսիր, Կոլումբիայում ես մի սովորական աղախին է, երդվում եմ Աստծո անունով, որ այլևս գոգնոց չեմ կրի, այնպես որ մի անհանգստացիր։ Չգիտեմ, թե դու ինչ ես զգում, բայց ես օգնել եմ քեզ սիրելու համար ուրիշների թույլտվությանը սպասելուց, որովհետև սիրելիս գիտեմ, որ թույլտվությունը երբեք չի լինի։
Ոչ, Աուրելո, սիրելիս նման բան մի ասա։ Անաստասիա, ես արդեն հոգնել եմ սպասելուց։ Ես մեն ուզում եմ, որ կարողանանք ազատ սիրել միմյանց, առանց որևէ նախապաշարմունքների։ Ուզում եմ կյանքս քեզ նվիրել։ Ուզում եմ երջանիկ լինել։ Ուզում եմ ուշադրություն չդարձնել, թե մյուսները ինչ են խոսում կամ մտածում։ Աուրելոց դու գիտես, թե ովքեր են այդ մյուսները։ Դրանցից մեկը իմ քույրն է Ալեքսանդրան։ Նա արդեն գիտի, որ սիրում եմ քեզ։ Ես նրա հետ շատ ազնիվ եմ եղել։ Ես նրան դարձել եմ ցուցահանդեսի օրը, այդ չարաբաստիկ պայթյունի օրը։ Ես նրան ասել եմ, որ սիրում եմ քեզ։ Եվ երբ գտնենք նրան, կարող եմ նորից նրան ասել։ Ոչ, Աուրելո, դա այդքան էլ հեշտ բան չէ։ Ոչ, իհարկե, հեշտ չէ սիրելիս, որովհետև մենք միշտ մտածում ենք ուրիշների մասին, այլ ոչ թե մեր մասին։ Եվ գիտես ինչ, վստահեցնում եմ քեզ, որ կգա մի օր, երբ ես ու դու կզղջանք, որ այսքան երկար ենք սպասել մեր սիրուն։ Ասա ինձ, ինչպես կարող ենք այսքան ուժեղ սերը թաքցնել։ Աուրելո, ինձ չի հետաքրքրում, թե մարդիկ ինչ կխոսեն, ինձ դա բոլորովին չի անհանգստացնում։ Ես պարզապես չեմ ուզում որևէ մեկին վնաս պատճառել։ Հասկանում ես ինչ եմ ասում, Աուրելո, դու հասկանում ես ինձ։ ¿Entiendes? Տիկնայք եւ պարոնայք։ Այս մարդը այնքան անամոթ է, որ հարաբերություն է ունեցել ոչ միայն իր հարսի հետ, այլ նա նաեւ փորձել է այլ սիրուհիներ ունենալ։ Ինչ? Այս անձնավորության երկրորդ սիրուհին, ներս համեցեք։ Ոչ, ոչ, սուտ է։ Սուտ է, սուտ է։ Ես երբեք այս կնոջ սիրեկանը չեմ եղել։ Քեզ ինչ եղավ։ Ինչու ես հիմա ժխտում, դա սրիկա։ Ես կպատմեմ այն ամեն ինչ եղել է մեր 5 ամսվա հարաբերությունների ընթացքում։ Ես էլ համոզված էի, թե դու սրա հետ ոչ մի հարաբերություն չես ունեցել։ Ոչ, Բրոմելիա, այստեղ դու զոհ ես, դու հիմա պետք է լաց լինես։ Ինձ հետ մի խոսիր երկերեսանի։ Այդքան կոպիտ մի եղիր, Բրոմելիա, դու գիտես, որ այս սրիկան խորամանկ ու խաբեբա է։ Խորամանկը դու ես փողոցային։ Վերջ խնդրում եմ, ոչ, վերջ տվեք։ Վերջ խնդրում եմ։ Ողջույն բժիշկ։ Ինչպես է Ալեքսանդրան։ Նա արդեն խոսում է, հիմա իրեն ավելի լավ է զգում։ Ուրախ եմ դա լսել։ Ինչպես ես քեզ զգում, Ալեքսանդրա։ Միայն մի բան է ստիպում ինձ, որ ողջ մնամ։ Վրեժ խնդրությունը։ Ես պետք է վրեժ լուծեմ Անաստասիայից։ Այո, միգուցե իրավացի ես, Աուրելո։ Միգուցե կգա մի օր, որ ես կզղջամ, որ քեզ ժամանակին չեմ սիրել։ Բայց եթե պետք է ինչ-որ մեկին ցավ պատճառեմ իմ երջանկության համար, ավելի լավ է ես երջանիկ չլինեմ։ Լավ։ Գոնե հիմա ներել ես ինձ կնքամարդ մահվան համար։ Ինձ միայն մնում է համոզել քեզ, որ քո կյանքով ապրես։ Ապրես այնպես, ինչպես որ սիրտդ է թելադրում։ Միայն ես ու դու այստեղ կապ ունենք։ Ինչպես նաև մեր մեծ սերը։ Կարող եմ գրազ գալ, որ ես կհասնեմ դրան։ Գրազ գանք չես հասնի, ես գրազ կգամ, որ չեմ ընկնի այդ խելագար սիրո հորձանուտը։ Ես գոյի տան չեմ։ Բայց դու կին ես։ Իսկ աշխարհում չկա այնպիսի կին, որ չերազիր կյանքի տղամարդում հանձնվել։ Ու ես կավատուցեմ քեզ, որ ես քո կյանքի տղամարդն եմ։ Այ կտեսնես, թե ինչպես եմ քանդելու այս պատնեշը։ Իսկապես։ Ուրեմն պայմանավորվեցինք, գրազ գանք, որ քեզ չի հաջողվի։ Գրազ գանք, որ կհաջողվի։ Կարող եմ։ Չես կարող։ Կարող եմ։
Ինչն է պատճառը, որ դու այդպես սատում ես Անաստասիային, Ալեքսանդրա։ Նա գրավել է իմ կայսրությունը։ Նա արտասովոր է ձևանում եւ այդպես գրավում էր բոլորի ուշադրությունը։ Դեռ մանկուց նա միշտ ցանկացել է արքայադուստր լինել, իսկ ինձ նրա ծառայի դերն էր բաժին հասնում։ Բայց վերջ այդ ամենին։ Վերջ այդ ամենին։ Չեմ ուզում նման բան ասել, բայց դու իրավացի ես։ Անաստասիան ամեն ինչ խլել է ինձանից։ Խլել է Աուրելիոին։ Դեռ դա էլ բավական չէր։ Նա իրեն քո տեղն էր ձևացնում Աուրելիոյի սիրտը գրավելու համար։ Բայց ես կօգնեմ քեզ, Ալեքսանդրա։ Մենք վերջ կտանք այս կեղծիքին։ Դու գիտես, որ Անաստասիային բոլորովին էլ չի հետաքրքրում, թե որտեղ ես դու։ Կամ ինչպես ես գոյատևում։ Ոչ։ Նա ուզում է Աուրելիոյի հետ ամուսնանալ, սպասում է ապա հարզանի, որից հետո կվազի ու կամուսնանա նրա հետ։ Այդպիսով նա վերջնականապես քեզանից կխլի Աուրելիոյին։ Ոչ։ Դա ճիշտ չէ։ Արդարացի չէ, բոլորն այստեղ են գալիս, որ վիրավոր են նվաստացնեն մեզ, բայց ես թույլ չեմ տա, որ ինչ-որ մեկը վիրավորի մեզ։ Ճիշտ է։ Իսկ ինչպես պետք է պաշտպանես քեզ այն ամենից հետո ինչ այստեղ բացահայտվեց։ Իհարկե, ես կանեմ դա։ Եթե իհարկե թույլ տաք խոսել։ Այս անձնավորությունը ուզում է խոսել, տիկնայք եւ պարոնայք, դե խոսիր։ Լավ, շատ լավ։ Ես նախ ասեմ այս կնոջ անունը, Դուլսերիտո է, եւ նա երբեք էլ իմ սիրուհին չի եղել։ Անամոթ։ Նա եղել է իմ հոգեթերապևտը։ Ես վստահում եմ նրան, իսկ նա դավաճանեց ինձ ու թալանեց։ Ոչ, սուտ է։ Այո։ Շատ երախտապարտ կլինեմ, եթե ինձ չանհանգստացնեք, որովհետև ես ոչ մի ընդհանուր բան չեմ ուզում ունենալ ձեզ հետ։ Պարզ է, ոչ մի ընդհանուր բան։ Կեցես Ակվիլես, վերջապես քեզ իսկական տղամարդու նման պահեցիր, ապրես։ Շնորհակալ եմ Կոնստանսը։ Ինչ վերաբերվում է քեզ, ուզում եմ երախտագիտությունս հայտնել, որ ինձ այստեղ Պաուլոն Լատինական Ամերիկայից հանրաճանաչ շոուին բերեցին, որովհետև այն ինձ հնարավորություն է տալիս բաց ասել այն, ինչ ուզում եմ ասել։ Շատ շնորհակալ կլինեմ քեզ, Կոնստանսը, եթե արևս չխառնվես իմ կյանքին։ Միայն չասես, որ ես էլ իրավունք չունեմ քո կյանքին խառնվել, որովհետև ես քո կինն եմ, Ակվիլես։ Ռոմելիա, դու իմ կյանքում ամենակարևոր տեղն ես զբաղեցրել։ Դու միակ կինն ես եղել, ում ամենաշատն եմ սիրել։ Բայց քո նվաստացնող խոսքերը ու ծաղրը սպանեցին իմ սերը քո հանդեպ։ Այնպես որ այլևս ոչ մի մարդ չկա, որ մենք շարունակենք մեր հարաբերությունները։ Դու չես կարող նման բան անել, Ակվիլես, ես քեզ թույլ չեմ տա։ Ինչ վերաբերվում է քեզ, Ագրիպինա, դու այն կինն ես, ում ես պաշտում եմ։ Սիրում ամբողջ հոգով։ Եվ ուզում եմ կյանքիս մնացած օրերը քո կողքին ապրել։ Թույլ տուր, խնդրում եմ։ Իսկ հիմա հարգելի հանդիսատես։ Ուզում եմ, որ լսեք ինձ։ Ես սիրում եմ այս կնոջը եւ անուն նրա պատրաստ եմ ամեն ինչի։ Ամեն ինչի։ Hasta que la muerte nos separe. Դեռ ոչ ոք նման հուզիչ ու գեղեցիկ սիրո խոստովանություն չէր արել, Ակվիլես։ Դու այնտեղ կանգնել էիր Ռուդոլֆո Վալենտինոյի նման եւ պատմում էիր քո սիրո պատմությունը։
Ամեն ինչ այնքան ռոմանտիկ էր։ Կարծում եմ, որ քո դինոզավրը քեզնով հպարտանում է։ Ուզում եմ ասել, որ սա իմ կյանքի ամենաերջանիկ պահն է։ Քո շնորհիվ ես կարողացա ավելի լավը դառնալ։ Ինձ այլևս չի հետաքրքրում, որ ողջ պետությունը իմացավ այդ մասին, ոչ։ Ավելի ճիշտ, ողջ մայրցամաքն իմացավ։ Ակվիլես։ Ես երբեք չէի մտածի, որ հեռուստատեսությամբ հանդես գալն այդքան հիանալի է, որքան հիանալի շոու է Պաուլան Լատինական Ամերիկայից։ Այո։ Ինչ կլինի, եթե Տեոբալդոն ու Բրոմելյան այս դռնից ներս մտնեն և սկսեն քարկոծել մեզ իրենց դավաճանելու համար և տոնին էլ փայտով գա ու մեզ երկուսից մի լավ ծեծ տա։ Վաղն ամեն ինչ կերևա։ Ես կայսօր արի մոռանանք աշխարհի, մեր կյանքի և նույնիսկ մեր մասին։ Y hasta de nosotros mismos. Ես ինձ այնքան լավ եմ զգում քեզ հետ Ակվիլես։ Ես սիրում եմ քեզ։ Այո։ Ես էլ քեզ եմ սիրում, ես էլ։ Սիրո խոսքեր մոլորված քանի անգամ ես սիրելով ընկնում եմ քո ուսած թակարը թսին պատմությունդ հորինված կպատմես ինձ վախերով ու գույներով ճոխպարուրված գիտեմ կեղծիկ է ինչ անել ինչպես քեզ բաց թողնել ամբողջ մարմնովս քո կրքոտ համբույրից ես քեզ զուլված եմ ինչքան ես լուր հավատում եմ քեզ այնքան ուժեղ